Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, եթերում Նոյան Տապանն է, տաղավարի հյուրընկալել եմ բժիշկ ուրոլոգ առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանին։ Բարև ձեզ։ Բժիշկ, շնորհակալ եմ, որ մեր տաղավարում եք։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Հարությունը մինչև այս պահը ձեզ ընդունում էր որպես գործող բժիշկ։ Այսօր արդեն մամուլում տեղեկություն կա, որ ձեր դիմումի համաձայն դուք ազատվել եք աշխատանքից։ Հարցս հետևյալն է՝ ճնշումների ներքո եք ազատվել աշխատանքից, թե ստիպված եք եղել ազատվել, որպեսզի այն պայքարը, որը սկսել եք, կարողանաք հասցնել ավարտին։ Պայքարը, եթե մեզ լսողները եւ դիտողները չգիտեն, դա այն է, որ դուք օրեր առաջ խորհրդարանում նամակներ փոխանցեցիք խորհրդարանական ընդդիմությանը, իշխող կուսակցություններին, իշխանությանը, որպեսզի վերանայեն բժիշկների ոտնահարված իրավունքները։ Դրանք աշխատավարձերի հետ էին կապված, աշխատանքային պայմանների եւ այս ամենը կապված էր ապահովագրության, բժշկական ապահովագրության հետ։ Հիմա ինչու եք ազատվել աշխատանքից, կան ճնշումներ եւ արդյոք ձեր ազատվելը չի նշանակում, որ պայքարից հետ եք դառնում, թեև դուք ասում եք, որ պայքարը շարունակելու եք։ Նախ սկսենք դրանից, որ որպես բժիշկ, որպես վիրաբույժ, իսկ ես իմ առաջի մասնագիտությամբ ուրոլոգ վիրաբույժ եմ, ինձ աշխատանքից ոչ ոք չի ազատել եւ ես, ինչպես իմ հայտարարությունում նշված էր, շարունակելու եմ պացիենտերին ընդունել, վիրահատել, ոչ մի րոպե չեմ դադարեցնելու դա, որովհետեւ դա, այսպես ասած, իմ էության անբաժան մասն է։ Ես պաշտոնից ազատվել եմ ադմինիստրատիվ առումով, ես բժշկական կենտրոնի բուժական գծով տնօրենն էի եւ բավականին մեծ պատասխանատվություն էր ինձ վրա եւ ես այդ բժշկական կենտրոնը, այսպես ասած, զրոյից ընդունել եմ եւ հասցրել եմ այսօր, ոչ միայն ես բնականաբար, այլ նաեւ ամբողջ թիմը, բայց հասցրել ենք այսօր մի հատ շատ գեղեցիկ մակարդակի, որ իր ոլորտում առաջատարների շարքից է։ Հիմա ճնշումներ բացարձակապես ինձ վրա չեն եղել, նման խոսակցություն երբևիցե չի եղել, ուղղակի հաշվի առնելով գործող վարչակարգի մոտեցումները եւ գործելավոճը, ճանաչելով հստակ այդ գործելավոճը, ես դուրս եմ եկել այդ բժշկական կենտրոնի ադմինիստրատիվ պաշտոնից եւ նաեւ որպես բուժ աշխատող այդ կենտրոնում, որպեսզի վտանգի չենթարկեմ այն, ինչ ստեղծել ենք բոլորս 1.5 տարվա ընթացքում եւ այն, ինչ արդեն իսկ կայացել է։ Եթե ես վստահ լինեի, որ ռեպրեսիվ մեխանիզմ չի գործելու, եթե ես վստահ լինեի, որ խնդիրներ չեն առաջանալու, դժվար էլ թե դուրս գայի, որովհետեւ բավականին մրցունակ աշխատավարձով, բավականին այսպես հետաքրքիր գործ էր։ Բայց դա մի կոմպոնենտն է, որպեսզի չվնասեմ այն բուժկենտրոնին, որը ինչ որ ներդրում եմ ունեցել կայացնելու մեջ։ Երկրորդ կոմպոնենտը դա այն է, որ ես իմ օրինակով ուզում եմ ի ցույց դնեմ մեր գոլեգաներին, որ գործից դուրս գալը վախենալու եւ ամոթ բան չէ, եւ նույնիսկ բավականին բարձր աշխատավարձով տեղից կարելի է դուրս գալ հանուն բժշկի սպիտակ խալաթի արժանապատվության։ Այսինքն գործազուրկ լինելը ավելին է, քան այդ սպիտակ խալաթով դուք մարդկանց օգնություն եք ցուցաբերում զուտ այստեղ ֆինանսի համար։ Տեսեք, մոտեցումը այո, եթե ես պետք է օրինակ բերեմ, եթե ես պետք է վիրահատեմ ապահովագրական գնացուցակով եւ ստանամ կոպեկներ, ավելի լավ է ես վիրահատեմ անվճար եւ իմ հոգու համար, ոնց որ իմ հոգու առջև պատասխան տամ ինքս ինձ, որ ես լավություն եմ անում, լավ բան եմ անում, առաքելություն եմ իրականացնում։ Դրա փիլիսոփայական մոտեցումները շատ են, բայց եթե ինձ պետքա տան կոպեկներ, գրոշներ փոխանցված գումարից եւ մի բան էլ պահանջեն ու ասեն դե դու աշխատող ես, նման բան չի կարող լինել։ Բուժաշխատողի արժանապատվությունը անհամեմատ ավելի վեհ բան է եւ դա ոչ ինձնով ստեղծվել է, ոչ էլ ինձնով ավարտվելու է։ Դա դարերի պատմություն ունեցող մոտեցում է բժշկական խալաթին, բժշկական արժանապատվությանը, որը որ այսօր այս սպառողական հասարակարգի մեջ փորձում են երկրորդ պլան մղեն եւ բժշկին դարձնեն այլ մասնագետներին համարժեք, իսկ դա անհնար է, որովհետեւ բուժաշխատողը եղել է, կա եւ լինելու է հասարակության սերուցքի ներկայացուցիչ եւ չի կարելի օրինակ բուժաշխատողի աշխատավարձը պետական մակարդակով դարձնել Հնդկաստանից մեզ մոտ ժամանած բանվորի աշխատավարձից ավելի քիչ կամ Yandex-ի տաքսու վարորդների աշխատավարձից ավելի քիչ չի կարելի դա։ Պարոն Գրիգորյան, տեսեք, փաստորեն իրավիճակը այսպեսին է, դուք գործող բժիշկ լինելով սկսել եք շարժումը,
Հիմա հրաժարվում եք աշխատանքից ձեր զուտ ապահովության համար, ձեր մյուս բուժ ընկերների համար եւ այդ կենտրոնի, որը որ ստեղծել եք, շարունակելու եք պայքարը։ Հիմա Անահիտ Ավանեսյանը լրագրողի հարցին, թե խորհրդանական լսումներ լինելու են, թե ոչ, ձեր այցից հետո, պատասխանեց, որ ինքը ամենօրյա այդ խորհրդանական լսումների մեջ է։ Հենց առաջին օղակից է ստանում տեղեկատվություն, այնպես որ շփվում է, խնդիրների մասին գիտի, եւ ձեր այցից հետո կարող ենք ասել այդ աշխատավարձի վերահաշվարկի մասին հենց Ավանեսյանը ինքը բացատրություն տվեց, մի խոսքով, այսինքն հանրային ճնշումը եւ ձեր ճնշումը իշխանությունների վրա գործեցին։ Հիմա ինչն էր ձեզ խանգարում, որ շարունակեիք աշխատել եւ այդ պայքարը, քանի որ արդեն ձեզ լսել էին։ Ինձ անհնար է չլսել, որովհետև երբ որ ես խոսում եմ, ես բարձր եմ խոսում, փոխաբերական իմաստով եկեք դա անցալենք։ Ընդ որում ձեր մասով էլ հանրությունը ունի իր տեսակետը, որտեղ է Հիպոկրատի երթումը, հարուստ բժիշկներ են հարուստների համար, այսինքն դուք պետք է որ պատրաստ լինեք այդ բոլոր բացատրեմ։ Պատրաստ եմ եւ բազմաթիվ անգամ լսել եմ։ Այսինքն մենք այստեղ փորձում ենք արդարությունը վերհանել, թե որտեղ է։ Տեսեք, ինձ անհնար է չլսել, որտեղ ես պարտադրում եմ, որ ինձ լսեն մարդիկ, եթե չի ուզում առողջապահության նախարարությունը լսի, հավատացեք, լծակներ կան, որպեսզի պարտադրել իրանց, որպեսզի իրանք լսեն։ Բայց առողջապահության նախարարությունը լսում է, ուղղակի չլսելու է տալիս, ժողովրդական լեզվով ասած, ինչը ժամանակավոր բնույթ է կրում եւ ժամանակի հետ բնականաբար դա էլ այդ հարցն էլ է անցնելու գնա։ Ինչ վերաբերվում է իմ աշխատանքից դուրս գալուն, դա կրկնեմ մեկ անգամ եւս իմ օրինակով ցույց տալն է իմ գոլեգաներին, որ հնարավոր է դուրս գալ աշխատանքից եւ այդքան էլ ծանր չտանել։ Պայքարը շարունակվելու է մինչև վերջ, որովհետեւ ես այս իմ այսպես 40 տարիների ընթացքում չի եղել մի գործ, որը ես վերցնեմ պատասխանատվություն, որ անելու եմ ու կիսատ թողնեմ, լինի դա գիրք, որը որ նույնիսկ եթե դուրս չի եկել մինչև վերջ կարդացել եմ, լինի դա օրինակ սպորտային ոլորտում, որ ինչ որ արդյունքի հասնում ես նոր ես այդ սպորտը թողնում, կլինի դա հանրային քաղաքականության մշակման, պացիենտի բուժման եւ այլնի մեջ։ Ես գործը երբեք կիսատ չեմ թողնում։ Ինչ վերաբերվում է Հիպոկրատի երթմանը, ես շատ կուզեի, որ ձեր հաղորդման ընթացքում Հիպոկրատի երթումը մեկ անգամ եւս ընթերցեին բոլորը, հենց հիմա, երբ որ մենք խոսում ենք Հիպոկրատի երթումից, եւ հասկանային, որ Հիպոկրատի երթումը դա կոդեքս է, թե ինչով պետք է առաջնորդվի բժիշկը, չվնասել պացիենտին, իր ուսուցչին պարտական լինել եւ ամեն բան անել, որպեսզի պացիենտին ի բարօրություն լինի։ Հիմա այդտեղ որևէ բան նշված չէ անվճար բուժօգնության մասին, կոպեկներով բուժօգնության մասին։ Եվ քանի որ ես լիահույս եմ, որ ձեր ունկնդիրները կկարդան Հիպոկրատի երթման տեքստը եւ արդեն իսկ կհասկանան ինչու՞մն է խոսքը, կմեջբերեմ Հիպոկրատի մեկ այլ խոսք, որը ասում է բուժաշխատողը, բժիշկը, այն ժամանակ բուժաշխատող էլ չէին ասում, բժիշկը պետք է հագնի ամենաթանկ քարով մատանին եւ ունենա ամենալավ ձիուն, որպեսզի առօրյա հոգսերը չզբաղացնեն բժիշկի ուղեղը պացիենտի մասին հոգսերի փոխարեն։ Ուստի եկեք Հիպոկրատի երթման տեքստը, որում որ վարձատրության եւ անվճար բուժելու մասին որևէ խոսք չկա, դնենք մի կողմ եւ եթե ուզում ենք ցիտել Հիպոկրատին, Հիպոկրատը ահա այսպիսի արտահայտություն է արել, որը որ հասանելի է բոլոր թանգարաններում, որտեղ որ իր աշխատությունները ներկայացված են, հասանելի է համացանցում եւ այլն եւ այլն։ Այսինքն Հիպոկրատով եկեք չմանիպուլացնենք եւ ես իհարկե հասկանում եմ, որ շատ-շատերի կրթական ցենզը այնքան ցածր է, որ Հիպոկրատ բառը շատ հաճախ նույնիսկ իմ հետ զրույցում հիպոթեկ բառի հետ են խառնում եւ ասում են դուք հիպոթեկի երթում եք տվել։ Չխառնենք այդ մանիպուլյացիոն դաշտում Հիպոկրատի երթումը եւ բուժաշխատողի արժանապատվությունը, որովհետեւ այդ թվերից, այդ Հիպոկրատի թվերից բուժաշխատողը եղել է ընտրյալ մարդ, նույնիսկ զինվորականները այդ հարգանք պատիվը չեն վայելել։ Կարելի է ասել, որ բուժաշխատողը էքսկլյուզիվ կարգավիճակ ունեցող մարդ է եղել եւ եթե ուզում եք, ես մի հատ էլ զուգահեռ տանեմ, որպեսզի մարդկանց մեջ ավելի լավ տպավորվի, թե ինչ է բուժաշխատողը։ Բժիշկներին շատ հաճախ հասարակական դաշտում դոկտոր են ասում։ Իսկ դուք գիտեք, որ դոկտոր բառը բժիշկ բառի հետ որևէ ընդհանուր բան չունի։ Դոկտոր նշանակում է ուսուցիչ,
եւ բժիշկը, քանի որ ունեցել է այն հարգանքը եւ պատիվը, այն կյանքի փորձառությունը, որը որ ժամանակի ընթացքում տրամադրել է իրեն շրջապատող մարդկանց, իր աշակերտներին, իր պացիենտներին, իր համագյուղացիներին կամ համաքաղաքացիներին, բժիշկի եւ ուսուցչի միջև դրել են հավասարության նշան, որովհետեւ բժիշկը միշտ եղել է մարդ, ում կարծիքը հաշվի են առել։ Այդ հիմա է, որ բժշկական օգնությունը դարձել է բուժ ծառայություն, բուժ սպասարկում, բուժ եսիմ ինչ, ոչ, չխառնենք, մենք ցուցաբերում ենք բուժ օգնություն, մենք ծառայություն մատուցող չենք, եւ եթե մարդիկ ուզում են ծառայություն մատուցողների մոտ բուժվեն, խնդրեմ, ռուսերեն բառը ասում է ֆլագ վան в руки, գնացեք բուժ սպասարկում իրականացնողների մոտ, բուժ ծառայություն իրականացնողների մոտ բուժվեք, ոչ, մեր բժշկական հանրությունը բուժ օգնություն է մատուցում, ոչ թե բուժ ծառայություն կամ բուժ սպասարկում։ Եվ ձեր ազատման հետ կապված մեկ հարց եւս, որից հետո արդեն կանցնենք բուն խնդիրներին։ Դուք ասում եք, որ այն բժիշկները, ովքեր բոյկոտում են կամ խնդիրների մասին բարձրաձայնում են, նրանք ենթարկվում են ռեպրեսիաների, աշխատանքից են ազատում։ Կար ձեր մեջ մտավախություն, որ հերթը կարող է ձեզ հասնել եւ քայլը դուք ինքներդ արեցիք ավելի արժանապատիվ ձևով, քան սպասեիք, որ ձեզ ինչ որտեղ։ Գիտեք, եթե հերթը հասներ նրան, որ ինձ պետք է ազատեին աշխատանքից, հավատացած եղեք, որ ես իրավական ընթացակարգով կշարունակեի այդ պայքարը նաեւ իմ աշխատատեղի համար, ինչը այսուհետ հասանելի է լինելու նաև մեր գոլեգաներին, որովհետև հենց ձեր հաղորդումից հետո ես գնում եմ իրավաբանական գրասենյակի ներկայացուցիչի հետ հանդիպման, ով կստանձնի այդ պարտականությունը ցանկացած առումով պաշտպանել բժիշկներին։ Բայց ես չեմ գտնում ստեղ, որ արժանապատվության հարց կա աշխատանքից ազատելու մեջ։ Ես գտնում եմ, որ կա, եթե նման հրահանգներ տալիս է պետությունը, նշանակում է նա թույլ է, որտեղ ուժեղ ղեկավարը երբեք չի խորշում լսել քննադատություն, ինքը գիտի իր ղեկավարման գինը, ինքը պատրաստ է առերեսվել եւ բացատրել իր ճշմարտացիությունը։ Գործող ղեկավարները ոլորտի պատրաստ են շատ լավ պարեն, ռիլեր նկարեն, չգիտեմ, հետո ջնջեն, արհեստական ծիծաղեն, հայտարարություններ անեն, հետո ջնջեն։ Գործելավոճը մի փոքր տարբերվում է ուժեղ ղեկավարի գործելավոճից, որովհետև ուժեղ ղեկավարները նման կերպ իրենց չեն պահում։ Սա նշանակում է, որ առողջապահության նախարարության պատասխանատու անձերը բավականին լուրջ գիտակցում են իրենց արածի հետևանքները եւ հիմա օրնիբուն նստած մտածում են ոնց անեն, որ տակից դուրս գան, որովհետեւ երբ որ իրենք փորձում են ռեպրեսիվ մեխանիզմներ կիրառել, բժշկական համայնքը իրենց պատասխանում է լուրջ ֆլեշմոբով։ Երբ որ իրենք փորձում են ասել, որ մենք 3 հոգով տարենամակ ենք գցե, բժշկական համայնքը հանդես է գալիս մեզ լիազորելով։ Եվ կրկնեմ, եթե բժիշկներ կան, ես չեմ բացառում, որ կան, ես նույնիսկ չեմ կարող ասեմ ողջունում եմ կամ ընդունում եմ, ես նույնիսկ դեմ չեմ, որ իրանք լինեն, եթե համաձայն են ժողովրդական լեզվով եմ ասում, մի փոր հացի համար սպասարկել ամսական 200 պացիենտ, դա արդեն իմ խնդիրը չի, դա արդեն իրենց ընկալումն է սպիտակ խալաթի, ոչ թե իմ։ Իմ խնդիրը այն է, թե ես ինչպես եմ ընկալում սպիտակ խալաթը եւ եթե նույնիսկ ամբողջ բժշկական համայնքը աշխատի ամեն պացիենտից 10 դրամ աշխատելով, ես այդպես չեմ աշխատելու։ Ինձ ավելի լավ է ես թողնեմ բժշկությունը ու այդ թողնելով պացիենտները կհասկանան ինչա նշանակում կորցնել որակը եւ շատ մարդիկ կան, ովքեր պատրաստ են թողնել, որ պացիենտները հասկանան, որ գնի մեջ չի ստեղ հարցը։ Առողջությունը դա այն բանն է, որը որ որակ է պահանջում, իսկ որակը բուժաշխատողի զարգանում է տարիների փորձով, ստացած կրթությունով, վերապատրաստումներով, անընդհատ գործունեության մեջ լինելով եւ այլն եւ այլն։ Ուստի ես պատրաստ եմ թողնել կոպիտ ասած նույնիսկ իմ մասնագիտությունը, որպեսզի այդ պացիենտները կարողանան տարանջատեն որակյալը անորակից, ասենք կոպեկով վիրահատողին, որը որ, չգիտեմ, էլի ժողովրդական լեզվով ասեմ, բիրիկ առևտրականի հոգեբանությամբ 100 պացիենտ նայեմ, ամեն մեկից 10 դրամ մնա, 1000 դրամ աշխատեմ։ Եթե իրենք պատրաստ են նման հոգեբանությամբ մասնագետների մոտ ստանալ բուժ ծառայություն կամ բուժ սպասարկում, ապա բուժօգնության համար իրենք պետք է որակյալ մասնագետի մոտ գնան, որը որ իր որակը կոպեկներով չի դնում զոհասեղանին։
Փորձեցինք ամեն դեպքում մանրամասն ներկայացնել ձեր աշխատանքից ազատվելու դրդապատճառները, քանի որ արդեն քննարկման թեմա է դառնում, դուք պայքարող տեսակներից եք։ Դուրս գանք կարճատև գովազդային դադարի, որից հետո արդեն խնդիրների մասին մանրամասն ներկայացնենք մեր հանրությանը։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք իջանց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք մեր զրույցը։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուլբախ։ Գտնվում է գերազանց վիճակում։ Կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանների կրկին եթերում է եւ շարունակենք մեր զրույցը։ Բժիշկ, հիմա ինչ անեն, որ բոլորը գոհ լինեն։ Իսկ արդյոք հնարավոր է որևէ բան անել, Երկու կողմերը հենց առաջին հերթին խոսենք երկու կողմերը ովքեր են։ Խոսենք բժիշկների մասին եւ խոսենք հիմանդների մասին։ Okay։ Բժիշկների մասին պետք է վարձատրության կարգը փոխել, վերանայել, աշխատանքային պայմանները վերանայել եւ հաշվարկման մեխանիզմը վերանայել։ Ես ձեր ցիտած նախարարի ելույթը լսեցի, բայց երևի թե առողջապահության նախարարությունը մի քիչ սխալ է հասկացել, որ մեր պայքարը միայն առաջնային բժշկական օգնության եւ սպասարկման օղակում վճարումների մասին է։
ոչ, հարցը կայանում է ամբողջապես բժշկի աշխատավարձի ձևավորման վերանայման մասին, որ հիվանդանոցներում աշխատող վիրաբույժները, անեստեզիոլոգները եւ այլն արժանավայել աշխատավարձ ստանան։ Ուստի այդ ամբողջական կարգի հաշվարկը պետք է փոփոխվի։ Դա կլինի այն քայլը, որից որ բուժաշխատողները շատ գոհ կլինեն, որովհետեւ բուժաշխատողների կողմից, ինչպես նաև պացիենտների կողմից, անձամբ իմ կողմից էլ առողջության ապահովագրության համակարգի ներդրումը տարիների ընթացքում շատ սպասված է եղել եւ շատ տարբեր պետության տարբեր փուլերում մենք էլ ենք թե խորհրդատվություն ենք տրամադրել, ինչ-որ մեր փորձից ելնելով թե օգնել ենք ուղեցույցեր ու գործելակարգեր մշակել, որ ապահովագրություն ներդրվի։ Ինչևից է, մենք մեր մասնակցությունը ունեցել ենք, բայց այսպիսի առողջապահական համակարգ ներդնելու համար նույնիսկ սրանից ավելի լավ։ Սա թերի է, շատ թերի է։ Հնարավոր է ներդնել 5 տարի, 10 տարի, 15 տարի առաջ եւ ես հավատացնում եմ ձեզ, որ մենք ունեցել ենք գործող նախարարից ավելի բանիմաց ու փորձառու նախարարներ, օրինակ, չգիտեմ, Հարություն Մաքսիմիչ Քուշկյան, օրինակ, Արա Սայենիչը Բաբլոյան, նույն Դումանյան Դերենիկը, Ալթունյան Լևոնը, ունեցել ենք այնպիսի նախարարներ, որոնք կարող էին ներդնեին այսպիսի համակարգ, բայց մարդիկ հասկացել են, որ խնդիրներ ալնելու դրա համար չեն ներդրել։ Ինչևից է։ Ինչ անենք, որ պացիենտները գոհ լինեն։ Առաջին հերթին պացիենտների գոհունակության համար մենք պետք է ապահովենք բուժօգնության որակը, ոչ թե ամեն կերպ այնպես անենք, որ այդ որակը ընկնի։ Ինչ են անում հիմա, ինչ-որ լիմիտավորված ժամանակ խորհրդատվություն, լիմիտավորված ժամանակ հետազոտություն, պացիենտների հերթագրում, մինչև եսիմ երբ եւ այսօր 2 կոպեկ պակաս վճարելու համար պացիենտները կանգնած ծափահարում են ու չեն էլ գիտակցում, որ հունիսի 7-ից հետո այս համակարգը կգործի թե չի գործի, ոչ մեկի վեճին չի լինելու։ Մնալու են պացիենտը ու բժիշկը դեմ առ դեմ եւ այն պացիենտները, ովքեր որ չգիտեմ հիմա խոսում են Հիպոկրատի երթում եւ այլն, այդ ժամանակ են գալու ասեն, պետ պատվերել, փող չունի, խնդրում ենք մեզ բուժօգնություն ցուցաբերեք։ Այդ ժամանակ է Հիպոկրատի երթման մանիպուլյացիան ավելի ակտուալ լինելու։ Որը պետք է պայթի։ Սա իմ գնահատմամբ երկու հարց լուծող գործիք է առողջության ապահովագրության ներդրումը։ Մի հարցը դա նախընտրական դիվիդենդների քաղելն է, որը որ հավատացնում եմ ձեզ, ես թույլ չեմ տա, որ այդպես լինի, որտեղ մարդկանց աչքերը պետք է բացվեն։ Իսկ երկրորդը դա 2024 թվականին համաշխարհային բանկի կողմից հաստատված վարկն էր $110 միլիոն, որը որ տրամադրվելու էր, երբ որ փաստը իրականություն դառնա, այսինքն անգլերեն հնչում է result based, այսինքն ներդրում եք ապահովագրությունը, նոր տալիս ենք։ Այդ վարկը հաստատվել էր կառավարության 21-ից 26 թվականների ծրագրին սատարելու համար եւ որի մեջ մտնում էր պարտադիր բժշկական ապահովագրությունը։ Ուստի նրանք այսպես հապճեպ դա ներդրեցին, որպեսզի այդ վարկից չկտրվեն։ Եվ այդ երկու հարցն է ընդհանրապես լուծում, հիմա փորձում են ամեն բանով ապահովագրությունով վիրահատված պացիենտի մոտ նախարարը գնում է, նկարվում է, չգիտեմ, այդ խեղճ մարդկանց բժշկական գաղտնիքը հասանելի է դարձնում, այդ մարդկանց հաշվին փորձում է PR-վել, բայց օրինակ ես չեմ հիշում, որ պետպատվերի ժամանակ որևէ մեկի մոտ, չնայած պետպատվերն էլ անխափան սպասարկվել է, չեմ հիշում, որ պետպատվերի ժամանակ նախարարը որևէ վիրահատվածի հետ գնա նկարվի։ Ինչևից է, էժանագին PR-ի էլեմենտներ են, որոնք որ բնական է, ինչ որ կոնտինգենտ կա, որոնք որ հասկանում են այդ PR էլեմենտները, կոնտինգենտ կա, որոնց համար այդ PR էլեմենտը աշխատող է եւ խնդիր ես չեմ տեսնում, ում վրա որ աշխատող է, թող ինքը ծափահարի, աղոթի, փրկիչ համարի եւ այլն, բայց երբ որ հարցը գալիս կանգնում է ավելի լուրջ իրավիճակին, որ պետությունը ասում է փողը բրծավ, այդ ժամանակ իրենք մոռանում են ինչ են իրենք ծափահարել, գալիս են սկսում են վերջին բառերով, օրինակ նախորդ տարվա վերջ, երբ որ պետպատվերը վերջացել էր, գործող իշխանության շատ մեծ համակիր եկել էր որպես պացիենտ, բնականաբար իրան ասվեց, որ պետպատվերը վերջացել է, մենք չենք կարողանալու սպասարկենք, եւ ինչ արեց այդ մարդը, սկսեց գործող իշխանությանը բերն են գալածը ասել։ Գիտեք, դա է իրականությունը, որ մարդիկ այսօր իրանց ինչ-որ բան տալիս է պետությունը, ծափահարում են, վաղը չի տալու, անիծելու են, եւ ուզում եմ, եթե խելամտություն կա եւ իմաստություն մի փոքր կա գործող իշխանության այդ պերսոնաժների մեջ, իրանք հասկանան, որ ընտրվելը դեռ գործի մի մասն է,
այդ ընտրության արդյունքները պետք է կարողանալ պահել, որովհետև հենց որ այդ ապահովագրական հիմնադրամի բյուջեն ավարտվեց, հավատացած եղեք, ես Իսկ դուք վստահ եք, որ ավարտվելու է եւ դրանում կասկած չկա, որտեղ ամենահամեստ հաշվարկով 560 միլիարդ փող է պետք, որպեսզի ապահովագրենք այդ ծավալի բնակչությունը, իսկ սա Այն է որակյալ։ Այո, իսկ սա հավաքագրումներով, պետպատվերով եւ այլն 350 միլիարդից ավել չի կանգնում մոտները։ Ես ջանք ու եռան չեմ խնայելու, որպեսզի այդ բոլոր պացիենտներին ուղղորդեմ կառավարության տուն համար 3 առողջապահության նախարարի կաբինետ։ Չեմ բացառում, որ իրանց գլխավորելով էլ ես կգնամ, բայց ասեմ, որ մի անգամ ես իմ հարցազրույցներից մեկի ընթացքում ասել է երևի նախարարությունը անկալման հետ խնդիր ունի այդ պաշտոնյաները։ Այն բժիշկը, որ թողնում է իր առաքելությունը, որպեսզի մտնի այս դաշտ, այդ բժիշկից պետք է շատ զգուշ լինեմ, որտեղ ինքը կորցնելու այլևս որևէ բան չունի, նա կարա զբաղվի, թե հանրային գործունեությամբ, թե բողոքի գեներացիայով, թե իրանց PR ակցիաների տապալումով, եւ եթե մենք այն ժամանակ մեծ ժամանակը ծախսում էինք պացիենտներին օգնելու եւ այլնի վրա, իսկ ինչ-որ փոքր ժամանակ տրամադրում էինք թղթեր ուսումնասիրելու ու կարծիք հայտնելու վրա, ապա ես առավոտյան ժամը 8:50-ից մինչև երեկոյան ժամը 20:50 պատրաստ եմ օրնի բուն աշխատեմ, որպեսզի այս համակարգը, որը որ ներադրվել, այդ համակարգի շահառուն ոչ թե միայն պացիենտը լինի բժիշկի հաշվին, այլ լինեն պացիենտն ու բժիշկը նախարարության հաշվին, իրանց քաղաքական դիվիդենդի հաշվին։ Դեմ չեք, որտեղ հիմա մեզ լսողները եթե կեսից լսեն հաղորդումը, դուք դեմ չեք ապահովագրական այս համակարգին, որը ներդրվել է։ Որ մի խելամիտ մարդը կարող է դեմ լինել։ Կրկնեմ, սա բուժաշխատողների կողմից էլ, պացիենտների կողմից էլ շատ սպասված նախագիծ էր։ Եվ եթե առողջապահության նախարարությունը մի քիչ իմաստություն ունենա եւ լսի քննադատությունը, հասկանա ինչի մասին ենք խոսում ու կարողանա փոփոխությունները անի, իրենք ոսկե տառերով իրենց անունը կգրեն պատմության մեջ, բայց եթե չլսի, սա լինելու է բնակչության շատ լուրջ հիասթափություն, թե առողջապահության ապահովագրությունից, թե առհասարակ ապահովագրական համակարգից։ Հասկանում եք, այս մարդիկ չեն հասկանում, որ կա վաղը չէ մյուս օրը, մի տարի հետո, 5 տարի հետո, իրենք չունեն ինստիտուցիոնալ մտածելակերպ, իրենք գրանտի հոգեբանությամբ շարժվող մարդիկ են, օքեյ, այստեղից այստեղ մեր գրանտն է, այսքան բյուջեն է, պետք է այդ բյուջեն ծախսենք, այսքանը անենք։ Իրանց մոտ դա է, բայց դրան այդ գրանտի իրականացումից հետո ինչ փոփոխություններ են լինելու, ոնց է պետությունը ապրելու այդ բնակչության անվստահության մեջ, իրանք չեն պատկերացնում, որովհետև դա ոչ թե քաղաքասարակության մտածելակերպի հարց է, այլ դա պետականամետ մտածելակերպի, ինստիտուցիոնալ մտածելակերպի հարց է, որը որ փորձն է ցույց տալի, ես չեմ պնդում, որ գործող իշխանությունը չունի դա։ Պարոն Գրիգորյան, ես զանգեր եմ ստացել բժիշկներից, մարդիկ դիմումներ են գրել եւ տնօրենների կաբինետում են այդ դիմումները։ Ինչ եք նրանց հիմա հորդորում, քանի որ դուք արդեն պայքարի մեջ եք, ունեք ձեր հերթական քայլերը։ Ռազմավարության մասին գուցե հիմա դուք փակագծեր չբացեք, բայց ունեք։ Ինչ եք հորդորում, այդ բժիշկները մնան դեռ աշխատանքի մեջ դուրս չգան։ Հորդորում եմ ոչ մի պարագայում դիմում չգրել։ Եթե ուզում են արժանապատիվ աշխատավարձ, ապա պահանջեն տնօրենից, պահանջեն նախարարից, եթե չեն ուզում սպասարկել ապահովագրական պացիենտներին, ապա թող չսպասարկեն, որովհետև բժիշկը չի կնքում պայմանագիր այդ հիմնադրամի հետ։ Բուժ հիմնարկն է կնքում պայմանագիր այդ Իսկ այդ հիմնադրամի դեպքում ով հետ։ պետք է սպասարկի, եթե Բուժ հիմնարկի տնօրենի խնդիրն է։ Այդ ժամանակ արդեն գալիս է բուժ հիմնարկի պատասխանատվությունը, կվճարի նա բժիշկներին adekvat։ Սպասարկումը կիրականացվի, չի վճարի, չի իրականացվի։ Ուստի, իսկ եթե նրանց, այսպես ասած, ապօրինի կերպով, իսկ դա ապօրինի է, ազատեն աշխատանքից, ես ստանձնում եմ իրավաբանների թիմի ամբողջական ծախսը, փոխհատուցումը բոլոր բժիշկներին պաշտպանելու համար։ Կարող ենք այստեղից հայտարարել, որ Ես արդեն այսօրվանից հայտարարում եմ։ իրավաբանական խումբը ձեր կողքին է բժիշկներին պաշտպանելու Այո։ համար։ Թող ոչ ոք դիմում չգրի, եթե տնօրենը ուզում է ազատի գործից, թող ազատի։ Մենք կստանանք հարկադիր պարապուրդի համար այդ գումարը, բնականաբար մի 2 տարի այդ դատը ձգվելու է, այդ բժիշկը արդեն հաստատ ուրիշ տեղ կտեղավորվի աշխատելու, իր գումարը կաշխատի, բայց մոտ 2 տարվա աշխատավարձ, կլորիկ գումար կստանանք։
Բացի դրանից այդ 2 տարվա ընթացքում ես իմ ամբողջ ջանքն ու եռանդը, ամբողջ ռեսուրսս կներդնեմ, որպեսզի տվյալ բուժկենտրոնի ղեկավարությունը ամբողջ դառնությունը զգա բուժաշխատողին նեղացնելու համար։ Այ ոնց որ փոխնախարարը զգաց իր մաշկի վրա, թե ինչ է նշանակում բուժաշխատողին ձեռ առնել, ինչ որ ռիլ դրեց հանեց ու հետո սաղ լրատվականներով գնաց, ու շատ ցավում եմ իհարկե, որ մեկնաբանությունների մեծ մասը բովանդակային չէր, բայց իր անձին շատ տհաճ, նույնիսկ իմ համար տհաճ բառեր էին ասում, այ ոնց որ ինքը իր մաշկի վրա զգաց, այդպես իր մաշկի վրա կզգա յուրաքանչյուր տնօրենը, ով որ ապօրինաբար բուժաշխատողի ազատել է աշխատանքից։ Ուստի ես խորհուրդ եմ տալիս, ոչ ոք թող դիմում չգրի, ինքնակամ չգնա, եթե ձեզ ուզում են աշխատանքից հանեն նրա համար, որ դուք ուզում եք արժանապատիվ, արժանավայել աշխատեք, ապա թող հանեն, մենք էլ այնպես կանենք, որ այդ մարդիկ չեն կարողանա նույնիսկ հանգիստ սրճարանում ընտանիքի հետ սրճել, որովհետև տեսախցիկը իրենց միշտ կուղեկցի, իրանց հանրային դատապետումը միշտ կուղեկցի, ու իրանք նույնիսկ չեն կարողանա երեխուն հանեն ման տալու փողոցում, որովհետև մարդիկ կնայեն, մատով ցույց կտան, կասեն էս են մարդը նա, ով որ բժշկագործից հանում։ Եվ եկեք երկրորդ կողմին էլ ասենք, որ այս ամենը արվում է իշա հիվանդների, որովհետև սա կապահովի որակյալ բժշկություն, որակյալ բժիշկ, այսինքն պացիենտներին ասենք։ Ես բազմաթիվ անգամ ասել եմ, որ հնարավոր չի 0.6-ի արժեքով Mercedes քշել։ Ժողովուրդ ջան, եթե բժիշկը չի վճարվում, ինքը շատ պացիենտ է ընդունում, դա կոչվում է մասնագիտական այրում։ Ինքը արդեն կորցնում է որակը, կորցնում է իր ուշադրությունը։ Ինքը աշխատում է էլի ժողովրդական լեզվով ասած բիրիքի վրա, դա քանակել չի, դա բիրիք է։ Բիրիքի վրա աշխատող բժիշկ եք դուք ունենում, որը որ չի անձնավորում պացիենտին, պացիենտի խնդիրը, չի հասկանում յուրաքանչյուր մարդու պատմությունը, իսկ բժշկությունը առաջին հերթին հոգեբանություն է։ Օրինակ իմ մոտ առաջնային խորհրդատվությունը 30-ից 40 րոպե է տևում, որտեղ այդ մարդուն առաջերտին պետք է հասկանաս իր ակնկալիքը, հասկանաս իր իրավիճակը, հետո նոր փորձես իրան բուժես, որպեսզի չսխալվես, որպեսզի ինքը իր ընտրության մեջ չսխալվի։ Իսկ հիմա բժիշկներին ինչ որ 15 րոպե են դրել, սենց կոնվեյերի նման աշխատող, ժողովուրդ, դա Մակդոնալդսի հոսքագիծը չի, որ կատլետը դնեք հացի մեջ, մյուս հացն դնեք վրան ստացվի։ Դա յուրաքանչյուր պացիենտը, դա առանձին ճակատագիր է, առանձին երջանկություն է, առանձին կյանք, պատմություն է։ Ուստի չի կարելի բժիշկին սենց դնել բանի մեջ, այսպես քառակուսու մեջ ասել Միքայել ձախ չլինի, այսքանը սենց։ Ախր պացիենտն է պետք է հասկանա, ու ես շատ զարմանում եմ, որ պացիենտները դա չեն հասկանում։ Իրանց թվում է, որ բժիշկը ֆանտաստիկ մեծ աշխատավարձ է ունեցել եւ ֆանտաստիկ գումարներ է կարողացել կուտակի։ Դա այդպես չէ։ Նույնիսկ պոլիկլինիկայի բժիշկների մեծ մասը ապահովագրվածել չի, որտեղ աշխատավարձը 200,000 դրամի էլ չի հասնում։ Երբ սպասենք նորությունների բժիշկ, կարծում եմ մեր համագործակցությունը կլինի արդեն ժամանակ առ ժամանակ հանդիպենք, երբ սպասենք Սիրով, ես միշտ բաց եմ մեր գործընկերների համար, լրատվամիջոցների համար, թափանցիկ եմ աշխատում, ամեն ինչը իմ էջում տեղադրում եմ, բոլոր նորությունները եւ հաջորդ նորությունը յենց որ լինի, անպայման իմ էջում կտեղադրեմ, պատրաստ եմ էլի մեկնաբանություն տամ, բացարձակապես խնդիր չկա իմ համար, ուղղակի հարմարացնենք օրը եւ ժամը, որպեսզի ես էլ պլանավորեմ եւ գամ։ Այսինքն թափանցիկության առումով որևէ խնդիր չկա։ Շնորհակալություն եմ հայտնում, պարոն Գրիգորյան, այս փոքրիկ հարցազրույցի համար։ Հետևենք զարգացումներին, հարկ լինելու դեպքում կհանդիպենք այս տաղավարում։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։